Իրականությունն այն է, որ Եվրամիությունը հրաժարվել է իր իսկ արժեքներից։ Այսօր նրանք սատարում են Հայաստանի իշխանություններին, որոնք ոտնահարում են սեփական քաղաքացիների հիմնարար իրավունքներն ու ազատությունները։ Մենք խոսում ենք մայիսի 4-ին և 5-ին Երևանում սպասվող Եվրամիություն-Հայաստան առաջին գագաթնաժողովի մասին, որն անցկացվում է ընտրություններից ընդամենը մեկ ամիս առաջ։ Միթե հարց չի առաջանում, ինչու ընտրություններից 30 օր առաջ և ոչ թե մեկ շաբաթ անց։ Սա հարց է, որը լրագրողները պետք է ուղղեն քաղաքական գործիչներին, քանի որ շատերիս համար, որքան էլ ողջունելի լինի Եվրամիության աջակցությունը, անհասկանալի է, այդ օգնությունը ուղղված է Հայաստանին, թե Փաշինյանի վարչակարգին։ Մի իշխանության, որը խախտել է 2017-ին հաստատված ռազմավարական գործընկերության գրեթե բոլոր կետերը, ոտնահարելով իրավունքի գերակայության, ժողովրդավարության և մարդու իրավունքների վերաբերյալ ստանձնած հստակ պարտավորությունները։ Իրավունքի գերակայության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խթանման վերաբերյալ Հայաստանի ստանձնած հանձնառությունն այսօր փլատակներում է։ Փաշինյանի վարչակարգը ոչինչ չի արել, բացի եկեղեցու վրա հարձակվելուց, արքեպիսկոպոսների ու քահանաների բանտարկելուց և քաղաքական ընդդիմախոսների, այդ թվում Սամվել Կարապետյանի դեմ հալածանքներ իրականացնելուց։ Այժմ էլ կուսակցության բազմաթիվ անդամներ ապօրինի ձերբակալվում են, նրանց նախընտրական գործընթացից մեկուսացնելու համար։ Այն արժեքները, որոնք Եվրամիությունը պարտավորվել է խթանել այս փաստաթղթով, ներկայումս ոտնահարում է Հայաստանի կառավարությունը։ Լրագրողները պետք է հստակ հարցադրում ուղղեն Եվրամիության ներկայացուցիչներին։ Թե ինչու է պատկերը հենց այդպիսին, ինչու է Եվրոպական միությունն անտեսել մարդու իրավունքների և իրավունքի գերակայության վերաբերյալ Հայաստանին տված իր իսկ սեփական հանձնառությունը, և սա դառնում է Եվրամիության գործելավոճի մի մասը։ Սա դառնում է այն փաստարկի մի մասը, որը ներառված է մեր ընկերության մշակած միջամտությունս նախագծի զեկույցում։ Այն պարունակում է Եվրամիությանն ուղղված հարցերի մի ստվար ցանկ։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Բրեդ Շուի գործով սահմանել է, որ ցանկացած միջամտություն պետք է ուշադիր կշռադատվի, երաշխավորելու համար, որ այն համաչափ չէ և չի խաթարում տեղեկատվություն տարածելու և ստանալու անհատի իրավունքը, հատկապես նախընտրական շրջանում։ Մենք բոլորս համաձայն ենք, որ չպետք է լինի օտարերկրյա միջամտություն, և եթե Եվրամիությունը կարծում է, որ այլ կողմեր, ինչպիսիք են Ռուսաստանը կամ Ադրբեջանը, ներգրավված են նման գործողություններում, մենք առաջարկում ենք ներկայացնել ապացույցներ, իսկ ամենակարևորը, նրանք պետք է թափանցիկ տեղեկացնեն բոլոր կողմերին լրատվամիջոցներին վերաբերող իրենց նախատեսած քայլերի մասին, երաշխավորելու համար, որ իրենց գործողությունները Փաշինյանի նախընտրական թիմի մաս չեն կազմում։ Ավելին, թեև Եվրոպական դատարանը հետևողական դատապարտել է փաստը, որ Ռուսաստանը, այլ երկրներ օտարերկրյա գործակալ են անվանում բարեխիղճ ՀԿ-ների և քաղաքական դերակատարների նրանց հեղինակությունը արատավորելու համար, մենք կարծում ենք, որ ուժեղ Հայաստանի հասցեին հնչող մշտական բնորոշումը, թե այն իբր ռուսամետ ուժ է, նույնպիսի կողմնակալություն է, ինչպիսին դրսևորում է Ռուսաստանը մարդկանց օտարերկրյա գործակալ պիտակավորելիս։ Սա միջոց է անհատի կամ կուսակցության գործունեությունը սեփական ժողովրդից և երկրի ներսում իրականացվող օրինական քայլերից օտարելու համար։
Եվրամիության նման վարքագիծը պետք է դադարեցվի եւ Եվրամիությունը պետք է վերադառնա Եվրամիություն Հայաստան գործընկերության ռազմավարական օրակարգին։ That denies the rights of its citizens to basic and fundamental freedoms. This behavior of the EU should stop, and the EU should rededicate itself to the strategic agenda of the EU-Armenian partnership. We are simply Մենք պարզապես խնդրում ենք Եվրամիությանը հավատարիմ մնալ իր իսկ խոստմանը։ Շնորհակալություն։ Thank you.